Գիրք ծննդոց, գլուխ 35, Հակոբը վերադառնում է Բեթել։ Եվ Աստված ասաց Հակոբին. «Վեր կաց, գնա Բեթել, եւ այնտեղ բնակվիր, եւ այնտեղ մի զոհասեղան շինիր Աստծուն, որ քեզ երևաց, երբ դու փախչում էիր քո եղբայր Եսավից»։ Այն ժամանակ Հակոբն ասաց իր ընտանիքին եւ իր հետ բոլոր եղողներին. «Հեռացրեք օտար աստվածներին, որ կան ձեր մեջ, եւ մաքրվեցեք ու փոխեցեք ձեր հագուստները, եւ վեր կենանք գնանք Բեթել, այնտեղ զոհասեղան եմ շինելու այն Աստծուն, որ իմ նեղության օրն ինձ լսեց եւ իմ գնացած ճանապարհն ինձ հետ էր»։ Եվ բոլոր օտար աստվածները, որ իրենց ձեռքին կար, տվեցին Հակոբին, նաեւ իրենց ականջների օղերը, եւ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ եղող կաղնու տակ, եւ ճանապարհ ընկավ, եւ իրենց շուրջը եղած քաղաքների վրա Աստծո վախն ընկավ, եւ Հակոբի որդիներին չհետապնդեցին։ Եվ Հակոբը եկավ Լուզ, որ Քանանի երկրում է, այսինքն Բեթել, ինքը եւ իր հետ եղող ամբողջ ժողովուրդը, եւ այնտեղ մի զոհասեղան շինեց եւ այնտեղի անունը Էլ Բեթել դրեց, որովհետեւ Աստված այնտեղ իրեն երևացել էր, երբ իր եղբոր երեսից փախչում էր։ Եվ Ռեբեկայի դայակ Դեբորան մեռավ, եւ Բեթելից ցած կողմում գտնվող կաղնու տակ թաղվեց, եւ նրա անունը Ալոն Բախուտ դրվեց։ Եվ Աստված դարձյալ երևաց Հակոբին, երբ Փադան Արամից էր վերադառնում, եւ օրհնեց նրան։ Եվ Աստված ասաց նրան. «Քո անունը Հակոբ է, քո անունն այսուհետև Հակոբ չի լինի, այլ Իսրայել կլինի քո անունը»։ Եվ նրա անունը Իսրայել դրեց։ Եվ Աստված ասաց նրան. «Ես եմ ամենակալ Աստվածը, աճիր ու բազմացիր, քեզանից ազգ եւ ազգերի բազմություն լինի, եւ քո երանքից թագավորներ դուրս գան։ Եվ այն երկիրը, որ Աբրահամին եւ Իսահակին տվի, քեզ կտամ, եւ քեզանից հետո քո սերնդին կտամ այդ երկիրը»։ Եվ Աստված բարձրացավ նրա մոտից այնտեղ, որտեղ որ նրա հետ խոսեց, եւ Հակոբը մի կոթող կանգնեցրեց այնտեղում, որտեղ որ Աստված իր հետ խոսեց, մի քարե կոթող, եւ նրա վրա խմիչքի նվերներ հեղեց եւ նրա վրա յուղ թափեց։ Եվ Հակոբն այնտեղի անունը, որտեղ որ Աստված իր հետ խոսել էր, Բեթել դրեց։ Եվ Բեթելից ճանապարհվեցին, եւ մի քիչ ճանապարհ կար մինչև Եփրաթա, որտեղ որ Ռաքելը երկունքի մեջ էր եւ ծննդաբերելիս շատ դժվարություններ կրեց։ Եվ եղավ, երբ ծննդաբերելիս շատ էր դժվարանում, տատմերն ասաց նրան. «Մի վախենա, որովհետև սա էլ քեզ համար տղա է»։ Եվ եղավ, երբ նրա հոգին դուրս էր գալիս, որովհետև մեռավ, նրա անունը Բենոնի դրեց, բայց նրա հայրը Բենյամին կոչեց նրան։ Եվ Ռաքելը մեռավ եւ թաղվեց Եփրաթայի ճանապարհին, որ Բեթղեհեմն է։ Եվ Հակոբը նրա շիրիմի վրա կոթող կանգնեցրեց, որ մինչև այսօր Ռաքելի գերեզմանի կոթողն է։ Իսրայելը ճանապարհվեց եւ իր վրանը բացեց հոտի աշտարակից այն կողմ։ Եվ եղավ, որ երբ Իսրայելը ապրում էր այդ երկրում, Ռուբենը գնաց ու իր հոր հարճ Բաղայի հետ պառկեց, եւ Իսրայելը լսեց այս։ Արդ Հակոբի որդիները 12-ն էին։ Լիայի որդիները՝ Ռուբեն, Հակոբի անդրանիկը, Շմավոն, Ղևի, Հուդա, Իսաքար եւ Զաբուղոն։ Ռաքելի որդիները՝ Հովսեփ եւ Բենյամին, եւ Ռաքելի աղախին Բաղայի որդիները՝ Դան եւ Նեփթաղի, եւ Լիայի աղախին Զեղբայի որդիները՝ Գադ եւ Ասեր։ Սրանք են Հակոբի որդիները, որ Փադան Արամում ծնվեցին նրա համար։ Եվ Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ, Մամբրե, Արբայի քաղաքը, այսինքն Քեբրոն, որտեղ պանդխտեցին Աբրահամը եւ Իսահակը։ Եվ Իսահակի օրերը 180 տարի էին։ Իսահակը ծերացած եւ իր օրերից կշտացած ավանդեց իր հոգին։ Մեռավ եւ իր ժողովրդին միացավ, եւ նրա որդիները Եսավն ու Հակոբը թաղեցին նրան։